օպերայի բեմում երաժշտական իսկական խրախճանք է։ Վահան Արծրունին մեկ համերգային բացառիկ ծրագրով նշում է ծննդյան 60 եւ համերգային գործունեության 40-ամյակները, ըստ էության մեկ օրում խտացնելով տասնամյակների վերելքի ու ինքնաճանաչողության բարդ ընթացքը։ Ամեն ինչ սկսվել էր ճիշտ 40 տարի առաջ, ապրիլի 27-ին բժշկականում ուսանողական մի համերգից, երբ բեմում անգամ միկրոֆոն չկար, բայց հարազատ լսարան էր եւ ծրագրում բացառապես Արծրունու երգերն էին։ Այսօր մտովի կապելով ստեղծագործական ընթացքի սկիզբն ու 60-ամյակի համերգը երաժիշտը փաստում է, օրինաչափությունների շղթա էր, որ հասցրել է այս կարևոր հանգրվանին։ Երբ որ փորձում եմ հատկապես համեմատել առաջին համերգի եւ այս վերջին իրադարձությունը, իհարկե նաեւ հասկանում եմ, թե ինչ թռիչքային, այսպես կվանտային իմաստով թռիչք էր տեղի ունեցել եւ այսինքն երաժշտության որակի ներկայացման եւ ընդհանրապես իմ լինելիության եւ նույնիսկ կերպարի։ Հոբելյանական համերգաշարի գաղափարն ի սկզբանե նախատեսում էր տարբեր ձևաչափերով 6 համերգներ մեկ խոշոր նախագծում, որի բարձրակետը օպերային բեմում տեղի ունեցած համերգն է։ Այն սկսվելով հոգևոր երաժշտությունից ընթացավ դեպի կամերային ձևաչափ, ապա դեպի երգարվեստ եւ հետո արդեն դեպի գործիքային ռոք եւ եզրափակվեց սիմֆոռոքային եւ էպիկ ժանրի գործերով սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Ըստ էության համերգային 1.5 ժամում հանդիսատեսին տանելով այն ճանապարհով, որը տևել է 40 տարի եւ որը տևական որոնումների ու ինքնաբացահայտման բարդ ընթացք էր։ Այս ընթացքը պայմանավորված էր բեմական ֆորմայի, այսպես որոնման հանգամանքով, որովհետեւ սկսած դուետից ընդհանուր միջև մեծ համերգ սիմֆոնիկ նվագախմբով եւ երգչախմբի մասնակցությամբ եղել է իմ կյանքում եւ հիմա հատկապես այս համերգից հետո հասկանում եմ, որ առավել էսպես ինձ համար ներդաշնակ իհարկե կարգավիճակը այս մեծ համերգի ձևաչափն է։ Համերգային ծրագրում առաջնակարգ երաժիշտների հետ մեծ բեմում իր բեմելն ունեցավ նաև 15-ամյա Անահիս Արծրունին, կատարելով հայրիկի ճանապարհ երգը գրված Կոմիտասի խոսքերով։ Անահիսն այս երգի հետ է մեծացել, այն հնչեցնելով վաղ մանկական տարիքից մինչև երևանյան գլխավոր երաժշտական բեմահարթակ։ Դեռ փոքր ժամանակվանից սիրելի երգերիցս մեկն էր ճանապարհը, որը ես կատարել եմ փոքր ժամանակ հանդեսների ժամանակ եւս, եւ շատ խորհրդանշական էր, որ տարիներ անց արդեն մեծ բեմից հայրիկիս հետ կատարեցի սիրելի ստեղծագործությունս։ Հիմա հետադարձայացքով գնահատելով բեկումներով լեցուն 40-ամյա ճանապարհը եւ հոբելյանական տարեդարձը երգահանը փաստում է 60-ամյակն ընդամենը թիվ է եւ հրաշալի առիթ նոր շնչառության համար։ Այդ տարեթիվը ինձ համար տեսանելի է միայն երևի այդ աֆիշների վրա, որովհետեւ իրականում տարիքը չեմ զգում այդ։ Եվ ընդհանրապես այս համերգը ընկալում եմ եւ այս շրջանը ընկալում եմ որպես 40 տարվա աշխատանքի ամփոփում եւ նոր ստեղծագործական որոնումների սկիզբ։ Իդեպ հոբելյանական համերգաշարն ավարտված չէ։ Առաջիկայում Արտեն Ամռանը եւս 2 համերգային առանձին ծրագրերով կեզրափակվի համերգային այս խոշոր նախագիծը։ Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։